Վերջին ժամերին հայտնի են դարձել կարևոր մանրամասներ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային լարվածության վրա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները, որոնք տևել են շուրջ 21 ժամ, չեն ավարտվել համաձայնությամբ։ Նրա խոսքով կողմերը ունեցել են բովանդակալից եւ լուրջ քննարկումներ, սակայն չեն կարողացել հասնել վերջնական պայմանավորվածության։ Վենսը նշել է, որ հիմնական խնդիրներից մեկը եղել է այն, որ Իրանը չի ընդունել ամերիկյան կողմի ներկայացրած պայմանները։ Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակը կարող է ավելի բարդ հետևանքներ ունենալ հենց Իրանի համար։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Պակիստանին, ընդգծելով նրա միջնորդական դերը բանակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ գործընթացի ընթացքում առաջացած դժվարությունները որևէ կերպ կապված չեն եղել պակիստանական կողմի աշխատանքի հետ։ Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է Իրանի միջուկային ծրագիրը։ Ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որոնք ապահովեն, որ Իրանը չի զարգացնի միջուկային զենքը։ Վենսը նշել է, որ միայն հայտարարությունները բավարար չեն եւ պետք են կոնկրետ քայլեր ու պարտավորություններ։ Նրա խոսքով նման վստահությունը այս պահին դեռևս չի ձևավորվել։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը անմիջականորեն ներգրաված է եղել բանակցության գործընթացում եւ քննարկումների ընթացքում պարբերաբար կապ է պահպանվել նրա հետ։ Բանակցությունների ավարտին ամերիկյան կողմը ներկայացրել է իր առաջարկների վերջնական տարբերակը եւ այժմ սպասվում է Իրանի արձագանքը։ Թեև պաշտոնական հայտարարությունները բավական զուսպ են, իրականում այս բանակցությունները շատ ավելի լայն նշանակություն ունեն։ Խոսքը միայն երկու երկրների հարաբերությունների մասին չէ, այստեղ խոսքը գնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի մասին։ Իրանի միջուկային ծրագիրը տարիներ շարունակ եղել է միջազգային քննարկումների կենտրոնում։ Արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում, որ այդ ծրագիրը կարող է ունենալ նաև ռազմական բաղադրիչ։ Իրանն իր հերթին պնդում է, որ իր ծրագիրը ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Այս հակասությունն է, որ տարիներ շարունակ խոչընդոտում է լիարժեք համաձայնության հասնելուն։ Բանակցությունների անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ։ Պակիստանը հանդիսանում է այն երկրներից մեկը, որ կարողանում է պահպանել հարաբերություններ ինչպես արևմտյան երկրների, այնպես էլ Իրանի հետ։ Այդ պատճառով այն հաճախ հանդես է գալիս որպես միջնորդ նման բարդ բանակցություններում։ Այս անգամ եւս Պակիստանը փորձել է ստեղծել հարթակ, որտեղ կողմերը կարող են ազատորեն քննարկել իրենց տարաձայնությունները։ Թեև այս փուլում համաձայնություն չի ձեռք բերվել, միջնորդական դերակատարումը շարունակում է կարևոր մնալ։ ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկը պարզ է՝ ստանալ հստակ երաշխիքներ, որ Իրանը չի շարժվի դեպի միջուկային զենքի ստեղծում։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նրբություն։ Խոսքը միայն ներկա ծրագրի մասին չէ, այլ նաև ապագայի։ Ամերիկյան կողմը ցանկանում է համոզվել, որ նույնիսկ տարիներ անց Իրանը չի վերադառնա այդ ուղղությամբ զարգացումներին։ Սա է պատճառը, որ Վաշինգտոնը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև կոնկրետ մեխանիզմներ։ Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում արտաքին ճնշման պայմաններում պարտադրված որոշումներ։ Թեհրանը փորձում է պահպանել իր ինքնուրույնությունը եւ չզիջել այն հարցերում, որոնք համարում է ազգային անվտանգության մաս։ Բացի այդ, Իրանը փորձում է ցույց տալ, որ ունի նաև այլ գործընկերներ եւ չի գտնվում լիակատար մեկուսացման մեջ։ Սա ուժեղացնում է նրա բանակցային դիրքերը եւ բարդացնում գործընթացը։ Այս պայն իրավիճակը մնում է անորոշ։ Մի կողմից բանակցությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ դիվանագիտական ուղին դեռ փակված չէ։ Մյուս կողմից համաձայնության բացակայությունը ցույց է տալիս, որ կողմերը դեռևս հեռու են ընդհանուր հայտարարից։ Հնարավոր են մի քանի զարգացումներ։ Առաջինը, կողմերը կարող են շարունակել բանակցությունները եւ փորձել հասնել փոխզիջման։ Երկրորդ, գործընթացը կարող է ժամանակավորապես կանգ առնել, ինչը կբերի լարվածության պահպանմանը։ Երրորդ, եթե լարվածությունը աճի, հնարավոր են ավելի կոշտ քայլեր, որոնք կազդեն ողջ տարածաշրջանի վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող բանակցությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է հասնել համաձայնության այս հարցերում, որտեղ ներգրաված են ազգային անվտանգություն ու գլոբալ շահերը։ Չնայած երկարատև քննարկումներին, կողմերը դեռևս չեն կարողացել գտնել ընդհանուր լուծում։ Այժմ ամեն ինչ կախված է հաջորդ քայլերից։ Արդյոք հնարավոր կլինի շարունակել դիվանագիտական գործընթացը, թե իրավիճակը կմտնի նոր փուլ։ Սա հարց է, որը դեռ բաց է մնում։ Մի բան հստակ է, այս զարգացումները շարունակելու են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։